2-3 տարեկանից նկարչության միջոցով է արտահայտում պատերին, տան, շորերի վրա, թղթերին, հենց մանկապարտեզից գալիս է սկսում էի նկարել։ Այդտեղից մայրիկս հասկացավ, որ նկարչությունն իմ մեջ շատ ուժեղ է եւ որոշեց, որ ինձ անպայման նկարչության դպրոց տա, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Հաճախեցի Կոջոյան եւ Սպենդիարյանի երաժշտական դպրոցը ու ինձ մոտ ես նույնիսկ երկու դասաժամով էի մնում Կոջոյանում եւ նկարում էի եւ ես երազում էի, որ նկարչուհի պիտի դառնամ։ Իմ մուտքը դեպի կինո շատ խուճուճ է ստացվել։ Պոլիտեխնիկում ես հայտարարություն լսեցի, որ հայրենիքը մանկական ալիքը նոր էր բացվում եւ այնտեղ սցենարիստներ էին ուզում։ Ես որոշեցի, որ անպայման փորձեմ։ Այն նախագիծը, որը մտածել էի, հայրենիքում հավանեցին, ընդունեցին, ու ես 19 տարեկանից սկսեցի պոլիտեխնիկի 3-րդ կուրսից միանգամից աշխատել TV-ում։ Որպես ռեժիսոր մոտեցումս նկարչի միջոցով էր։ Պատկեր, գունազգացողություն, կադր, շարժում, պլաստիկա, այդ ամեն ինչը որպես նկարիչ էի նայում։ Եվ միշտ ինձ թվում էր, թե նկարչությունն է այն բանալին, այն ճանապարհը ռեժիսոր կերպարից մեջ, որպեսզի կարողանամ արտահայտեմ եւ ընկալեմ ամեն ինչ։ Բայց ես վերջերս հասկացա, որ հիմա ռեժիսորան է ինձ օգնում ավելի շատ նկարչության մեջ։ Կինոն ինձ համար արվեստների բարձրագույն աստիճանն է, որովհետև ինքը իր մեջ համախմբում է մի քանի արվեստի ճյուղեր՝ կլինի պոեզիա, երաժշտություն, կադր, գույն, շարժում, ասելիք, սերը պակասել է աշխարհում, մարդկային հարաբերությունների խիղճը, կարեկցանքը, այդ ամեն ինչը պակասել է մարդու մեջ եւ կինոն նաեւ միջոց է, որ նորից խոսելու, տարբեր սիտուացիաներով, տարբեր պատմություններով մարդուն մաքրելու եւ բերելու այն սկզբնական վիճակին, որով որ նա ծնվել է, որը որ կա նրա մեջ եւ քաոսում փակվում է, մոռացվում է, ծածկվում է։ Էդգար Բաղդասարյանի ֆիլմի մասին պետք է նյութ անեինք, Մարիամ ֆիլմներ նկարել այդ ժամանակ։ Եվ ես գնացի, ինչպես միշտ, իմացա, որ թեման դա է, ուզեցի անպայման ես անեմ եւ այդտեղ ծանոթացա մի ռեժիսորի հետ, որը որ ինձ առաջարկեց կարճամետրաժ խաղարկային ֆիլմում նկարվել, եւ դա իմ առաջին դերը եղավ կինոաշխարհում Արտակ Սևադայի Նիկոշ ֆիլմում նկարվեցի եւ այդտեղից սիրահարվեցի կինոյին։ Մի նոր գեղարվեստական ֆիլմի առաջարկումն է, շատ դրամա է, տխուր շատ ֆիլմ է, բայց մեծ հաճույքով համաձայնվեցի եւ պատրաստ եմ ամեն ինչի, ինչու ռեժիսորը իր խնդրություններ կասի։ Հասկացա, որ դերասանությունը իմ տարերքն է, նկարչությունը էությունս, իսկ կինոն իմ ապրելակերպն է, ես առանց դրա չեմ կարողանում։ Ժամանակն է արդեն ինքս ֆիլմեր անելու։ Հակված եմ կարճամետրաժ ֆիլմերին, որովհետև կարծում եմ, որ կյանքը շատ կարճ է եւ եթե ասելիքդ կարող ես շատ հակիրճ, սեղմ ժամանակամիջոցում եւ լոկալ ուղարկել մեսիջը, ինչու երկար անել, որտեվ ժամանակ չկա այդ ամեն ինչի եւ ինֆորմացիան շատ է։ Հոգեվոր թեմաներով ֆիլմեր եմ ցանկանում անել, որովհետեւ հիմա շատ դրա պակասը շատ կա։ Այնպիսի ֆիլմեր, ովքեր որ մարդկանց մտածելու տեղիք կտան։ Վերջ-վերջում մենք հոգեվոր էակներ ենք եւ այս ամեն ինչը պետք է նաեւ մի ուրիշ հարթությունից, մի ուրիշ շերտից նայենք եւ մարդ-աստված հարաբերությունները երբեք չպետք է կարողանանք կորցնել։ Պետք են ֆիլմեր, որոնք որ քեզ սթափեցնեն, որոնք որ քեզ ասեն, որ կա բարոյականություն, կա խիղճ, կա կարեկցանք եւ վերջապես կա սեր։